Ռումբ, որը շատ կարճ ժամանակում է պայթելու։ Շուրները ունեն այն խարդախության արդյունքում ստացած աջակցության 2018-ի, եւ ես հասկանում եմ ինչու են նյարդային անում։ Բռնվել են հանցագործության վրա, բայց չպատժվելու դիմաց հավաքագրվել են։ Նիկոլ Փաշինյանին հունից անել առ ոչինչ է։ Պետք է դուրս գալ, լքել, հրաժարվել աշխատավարձից այդ պատգամը, որտեղ ցանկացած սուր հարցով դուք էլի լեգիտիմացնում եք գործող իշխանությանը։ Այսպիսի խեղկատակությամբ շատ կարճ ճանապարհով մենք գնալու ենք երկրորդ ծիծեռնակաբերդ ունենալու մի տարբերությամբ։ Առաջի ծիծեռնակաբերդում դες տարածք ունենք հուշարձան դնելու, երկրորդի դեպքում տարածք չենք ունենա։ Բարև ձեզ, դուք դիտում եք հարցեր կան հաղորդումը, այսօր հարցեր կան պատմական գիտությունների դոկտոր, Ցեղասպանության թանգարան ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Հոդված էի կարդում, որտեղ կար հստակ գնահատական ձեր կողմից, որ այս իշխանությունը մասնակցություն է ունեցել Արցախում հայերի ցեղասպանական գործողություններին եւ ժխտում է 1915-1922 թվականների ցեղասպանությունը։ Եթե մի քանի տարի առաջ մենք խոսեինք այն մասին, որ Հայաստանում երբևէ հնարավոր է ունենալ այդպիսի իշխանություն, որևէ մեկը դրան չէր հավատա, բայց արդեն 7 տարի է Հայաստանում իշխանության է Նիկոլ Փաշինյանը, երեք հերթական անգամ ազգային ժողովում մենք ինչ-որ բուռն վեճ տեսանք, բայց նաև ակնհայտ է, որ ընդդիմությունը չունի տեսանելի ռազմավարություն, օրակարգ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու։ Եթե այս ընթացքը չկասեցվի, ինչ հանգրվանի է այն բերելու։ Հետևելով տրամաբանությանը, գործողությունների բաց եւ նույնիսկ ցինիկ լինելուն, ապա վերջին հանգրվանը ես ազանգում արդեն 4-րդ տարին է, որ վերջնարարցունքում պետք է լինի պետականության լուծարում։ Հիմա մենք տեսնում ենք դրա նախանշանները, վերջից եթե գանք, եթե դուք տեսնում եք պետության ղեկավարի կապկությունները, ծամածռությունները, գորգռոցները, հիստերիկ շարժումներն ու վարկուբարկը, փորձեք համեմատել, չեմ ասում աֆրիկական երկրների կամ լատինամերիկյան դիկտատոր զինվորականների, որոնք կարող են իրենց թույլ տալ, բայց դուք չեք գտնի որևէ մեկ երկրի ղեկավար, դա պոպուլիզմ չի, դա իր կերպարով պետական ինստիտուտների, վարչապետի ինստիտուտի ամենագլխավոր սպայս ամենադրական դրա տակ ռումբ դնելն է, ընդ որում ռումբ, որը շատ կարճ ժամանակում է պայթելու, որովհետև իր կերպարով, իր շարժու ձևով, իր միմիկայով, ձայնի ելևէջներով տվյալ մարդը ինքը արդեն վերածվել է վերջնափուլում, որ պետք է պայթի եւ դա պայթելու է հենց պետականության գլխին։ Իհարկե իրեն չեն կասեցնի թիմակիցները։ Իհարկե նա փորձելու է դա որպես պոպուլիզմ ներկայացնի իր ընտրազանգվածին, որ դերևս կա, հա, այդ ընտրազանգվածը։ Եվ այդ ընտրազանգվածը պատրանքներ չունենանք, ոչ միայն անգրագետ զանգվածն է, որը չունի համապատասխան կրթական ցենզ, բայց այդ զանգվածը դու տեսնում ես նաև մայրաքաղաք Երևան, ոչ թե քիչ թե շատ արդեն կա, ասենք, զարգացած ինչ որ հասարակության մաս։ Էլիտա համարվողի մեջ ենք տեսնում այդ զանգվածը։ Մենք տեսնում ենք նաև ինտելեկտուալ շրջանակների մեջ համալսարաններում գիտության ակադեմիա եւ առաջի անգամ չէ, որ ես բերել եմ ցայտուն օրինակներ անժխտելի, եւ այսօր ոչ մեկ չի կարող ինձ ասել ես ստախոս եմ կամ օտից վեր ծրած փաստեր եմ ներկայացնում, հստակ յուրաքանչյուր իմ խոսքը հիմնված է, խարսխված է կոնկրետ փաստի կամ փաստերի վրա։ Այսօր ամոթանք տալը դարձել է պարապ զբաղմունք, որտեղ մարդկանց համար սկզբունքայնությունը, պատվախնդրությունը, ճշմարտախոսությունը, դրանք բոլոր ոչ թե երկրորդական են, դրանք օրակարգից հանած են։ Այնպես ինչպես օրակարգից այսօր հանվել է դավաճանություն, բնութագրումը, դրա իրավական հնչեղությամբ եւ հասարակության մեջ որպես ամենադատապարտելի գործողությունը, որովհետեւ հիբրիդային պատերազմների մեջ ժամանակակից նեյրոլեզվային ծրագրավորման մեջ ինչ որ մի բան կարող են քեզ մատուցել, որ դավաճանությունը դա շատ լավ բան է, իրավիճակ է ցանկացած մարդու համար, միգուցե դա կարող օգտակար լինի պետականությանը, այսինքն սահմանները այնքան են լղոզվել, ինչու մենք հասանք սրան, շատ պարզ պատասխաններ կան սրան համար, որովհետև գործող իշխանությունները թվականներ չեմ ասում, հետևողականորեն հանրության մեջ առկա
վաղուց սերունդ անցած հիմնարար սյուներ արժեհամակարգի քայքայիչ գործողության հեռուստաեթերի միջոցով կեղծ արհեստական օրակարգեր ստեղծելով վայ շոու բիզնեսի ներկայացուցիչների միջոցով հասարակության ներսում բերեցին առաջին գիծ որևէ արժեք չունեցող կամ 4-րդական, 5-րդական արժեք ունեցող հասկացությունները, գաղափարները, կենսակերպը եւ դրանք դարձեցին դոմինանտ։ Այսօր մենք անիմաստ կռիվ ենք տալիս ինչ որ մի երկչի, հա, գնացել են այսքան պետք չի կռիվ ատալ երկիչը երկումը որտեվ կա պահանջարկը մենք հարց պետք է տանք ինչու ստացանք այսպիսի հասարակություն սա այն հասարակությունն է որը 88 սկսեց լիցքով այս հասարակությունն էր որը բոլոր տեսակի դժնդակ իրավիճակներ հաղթահարելով սով ցուրտ ոչ կոմֆորտ այսպես ասած բարեկեցիկ կյանք տարիներ շարունակ այո երկրաշարժը պատերազմներ փլուզումներ քաղաքական բայց այդ դաստիարակությունը կրթությունը նաև ինտելեկտուալ գերակայությունը սա անդադ շեշտում եմ որ մենք գերակա ենք մեր ունեցած ինտելեկտուալ պաշարով եւ կարողություններով այս ամեն ինչը փոշիացվեց նաև վերջնապոլում նրա համար որպեսզի լավ հարթակ եւ աջակցողների զանգված ստանան այն ուժը որ հիմա 7 տարի մի զարմացեք 7 տարի որովհետեւ մեր հասարակությունը նախապատրաստվել է դրան Ղարաբաղյան շարժման մասին խոսեցիք Հայաստանի վարչապետը հայտարարեց Ղարաբաղյան շարժումը չենք շարունակել Այն որ Արցախյան շարժումը եղել է մեր երրորդ հանրապետության գաղափարական ողնաշարը դա անժխտելի է եւ երբ այդպիսի հայտարարություն է անում սա առավելապես ինքնության թիրախավորում է որովհետեւ ի վերջո ազգերը են երբ ունեն տեսլական ընդհանուր գաղափար նպատակ որի շուրջը համախմբվում են եւ հանուն որի կարողանում են պայքարել, ստեղծագործել եւ զոհաբերումների գնալ։ Հիմա թիրախավորում է մեր ազգային ինքնությունը, մեր հիշողությունը։ Շուշիի ազատագրման օրն է, բայց հերթական օր կարծեք թե լինի եւ այս էլ որերորդ տարին է եւ ընդհանրապես մենք խորհրդանշական օրեր կարծեք թե այլևս չունենք օրացույցում, որտեղ ինչպես դուք նախազրույցում նշեցիք, այս իշխանությունը իր հետ բերեց նոր օրացույց։ Հեղափոխականները Ֆրանսիայի հեղափոխության օրինակով դիեք որ ամիսների անունները փոխեց դիկտատորներն ասենք Թուրքմենստանում նույնիսկ իր մոր անունով ամս անուն կար որ հետագայում էլի փոխվեց դրանք շատ կար ժամանակ ունեն բայց այն որ շատ անճոռնի ձևով պատճենանվել հեղափոխական որ դիսկուրսը շատ կեղծ է որ կան էլ որ ինտելեկտուալներ ազգագրագետներ պատմաբաններ աջակցում են եւ բուն իրաթիմում կամ պատմակեղծարար պատմաբաններ այդում նաեւ գիտությունների դոկտորներ եւ տեխնացուներ այդուհանդերձ կարճ կյանք ունենալու սա բնության նաեւ հասարակագիտական օրինաչափությունը երկար կյանք չունենա բայց ցինիզմը այդ բանի իրոք տպավորիչ, այսինքն հետազոտման առարկա են բոլոր նրանք ինստիտուտների մակարդակով, գիտաշխատողների մակարդակով իրենց պետք է հետազոտել։ Ինչքան որ իրանք ված գան, որ դրանք հետազոտման օբյեկտ են, ես այսօրվանից հայտարարում եմ, իրանք հետազոտման օբյեկտ են եւ ոչ միայն ինձ համար, ապագայի սերունդ հասարակագետների, պատմաբանների իրենց կդիտարկի իրենց գործողությունները, տեքստերը հրապարակած որպես հետազոտման օբյեկտ։ Այս ամեն ինչը նախապատրաստվել է որոշ դեպքերում շատ պրոֆեսիոնալ բարձր մակարդակում որոշ դեպքերում շատ փնթի եւ երբեմն նաեւ ծիծաղելի հիմա մակարդակով հիմա գանք Ղարաբաղյան շարժման հետ կապված Նիկոլ Փաշինյանը որպես երևույթ ինքը ունի առնչություն Ղարաբաղյան շարժման հետ ինքը Ղարաբաղյան շարժման այլասերման արդյունք Այդ շարժումը իր բոլոր փուլերով, որ եկավ մինչև 2018-ի, այն այլասերվեց, ձևախեղվեց, այլանդակվեց եւ ծնվեց Նիկոլ Փաշինյան երևույթը իր բոլոր համակիրներով։ Ղարաբաղյան շարժում թիրախավորելը, իհարկե չեմ մեկնաբանում իր խոսքերը, դա արդեն դեք ինչ է, քամու հետ կռիվ է, որովհետեւ շարժումը արդեն անցել է տարբեր փուլեր, հաղթանակ, պետականության ստեղծում, հայաստանյան պետականության ստեղծումը դրա շարունակությունն է, բայց ինչ ուզեց նա ասել, նա ուզեց հերթական իր պատկերացմամբ ազգային արժեհամակարգի կոնստանտ մնայուն սյուներից մեկը թիրախավորել դա եւս փլցնել Սա իր ասածների իմաստը Արարատ Արագածի դիսկուրսում կեղծ ծիծաղելի Արևմտյան Հայաստան, Արևմտյան Ադրբեջանը համեմատեց գիտեք դատական գործի հենց նախաշեմին, որովհետեւ աջակցի իր համակիրներից մեկին Թավշյա խեղկատակության ժամանակ գիտեք աջակցողներից մեկը դատական գործեր բացել
ես ցույց էի տալիս հենց իրեն աջակցողների ադրբեջանական կառույցությունը ոնց է օգտագործում դա, բայց դատավորը հասկանալի պատճառով այդ նյութերը ցույց չտվեց եւ վճիռը կայացրեցին իմ դեմ։ Դա իմիջիալոց։ Ցինիզմը, կոռուպցիայի աստիճանը այն աստիճանի է, որ արտահայտության համակարգում բոլոր բնակավարներում, այսինքն որևէ այլընտրանքի որևէ կոմպրոմիսի տեղ չեն թողնում։ Սա բերելու իր հետևանքներից մեկը կարող եմ հենց իրենց շնորհավորել, որ որևէ մնայուն բան չի մնա, չի մնա իրենց քաղաքացու օրը, չի մնա ուղղակի։ Դե չկա, Չի մնա իր հերոսների ինստիտուտը, հարկ վճարողի դա չկա, իրենք խոսում են, բայց դա իբրև հասարակական երևույթ չի արհեստական բան է, որը չի արմատավորում։ Օրացուցային փոփոխությունները շատ քիչ են մնայում։ Ապրիլի 24-ը չես կարող փոխել, հա։ Երևի թե մեր վերջին օրացուցային նորամուծությունը, որ արվել է, դա երևի գիրք նվիրելու օրն է, որը այսպես բարի է եւ դա մնացել է։ Մնացած առումներով օրացույցի մեջ նոր բան պարտադրելը, ներմուծելը չի աշխատի, որքան է որ հեղինակություն ունենան։ Հեղինակության մասին չեմ խոսում, իրենք հիմա շուրները ունեն այն խարդախության արդյունքում ստացած աջակցության 2018-ի եւ ես հասկանում եմ ինչու են նյարդայնանում, որովհետեւ հետ բերել են մարդկանց ինչ որ խոստումներով, ինչ որ գործողություններով այլևս անհնար է։ Նույնիսկ անհնար կլինի, որ իրենք փորձեն հետ բերեն Արցախ։ Նույնիսկ աջակցությունը չեն ստանալու։ Որովհետև հեսա այն ուժն է, որը իր ստորագրությամբ, հայտարարություններով պաշտոնական գործողություններով եւ անգործությամբ մասնակցել է մերօրյա 21-րդ դարում հայ ժողովրդի մի մասի դեմ իրականացված ցեղասպանությանը։ Կա ստորագրություն նոյեմբերի 9-ի փաստաթղթի տակ, որի հետևանքը տեղի ունեցավ այն ինչ որ տեղի ունեցավ շրջափակում եւ Արցախի պարպում հաջորդ բացատրությունը դա որևէ իրավական գնահատականի բացակայությունն է, ազգային ժողովում իրենք մեծամասնություն են, որևէ գնահատական չտվեցին, թե 120,000 մարդ ովքեր էին, որ հայտնվեցին Հայաստանի Հանրապետության են իրենց սիրած, հա, 28,000 քանի քառակուսի մետրի տարածքում։ Այդ մարդիկ որտեղից եկան։ Ուրեմն դու պարտավոր ես որևէ ձևով արձանագրես ինչ է տեղի ունեցել, հա։ Դա տեղի չունեցավ։ Մի ընդունված ձեռագիր կա ազգային ժողովում, Ծես կրտուկով ծածկադմփոց են անում նոյեմբերի 9-ի ստորագրությունը, Արցախի պարպումը, վերջերս տեսանք էլի ցեղասպանության շղթման ակնհայտ դրսևորումը, որը նորից մտավ ինչ որ բաղվիքներ, հերթական անգամ ընդդիմության, չգիտեմ, փոխհամաձայնեցված գործողություններ, թե ինչ էր, ես չգիտեմ, բայց որ էլի ծես կրտուկով հարցը փակվում է, դա արդեն ձեռագիր է։ Պարոն, տեսեք, դուք առաջին անգամ չէ, որ լուրջ գնահատականներ եք տալիս այս իշխանությունը, որը ենթադրում է քրեական, ուրեմն հետապնդում, քրեական գործի հարուցում, իրավապահները պիտի զբաղվեն այդ ամենով, բայց ընթացք չկա։ Այս եւ այլ բազմաթիվ հարցերով դուք պարբերաբար գրառումներ եք անում, պարբերաբար մեծ հաշվով հանցագործության մասին հաղորդում եք ներկայացնում, բայց որևէ ընթացք չկա։ Կարողանում են այդքան ակնհայտ կեղծել, թե ձեր փաստերը այնուամենայնիվ ուժեղ չեն։ Չէ, ես հողում եմ տալիս գործող հարուցված քրեական գործերին։ Սա հանգրվան է։ Ես ասում եմ համար այսինչ քրեական գործի շրջանակում, որը ես եմ հարուցել 2007-ին, 2021-ին հարուցել է Հարություն Մարությանը, երկուսի շրջանակում ես ծանուցում եմ ստացել կամ հրավիրվել եմ, չէ, հարցաքննության փաստեր են սրանք։ Այսինքն ինչ է հարցաքննությունը, եղել նաև իմ ձեռնությամբ հարցաքննություն եւ հաղորդում ներկայացում, այսինքն ներկայացել եմ, ասեմ լրացուցիչ բաներ կա ասելու, կամ փոստով ուղարկել եմ լրացուցիչ տեղեկատվություն գործող քրեական գործերի շրջանակում։ Հիմա տեսեք 2007-ին դա գրքերի գողությամբ եւ մի քանի յուրացումների հետ կապված քրեական գործեր, երբ որ ես եկա Անտոնում հանձնում հրաժարվեց նախկին տնօրենությունը կատարել, ուստի ես պետք է հարուցեի ստիպված այդ քրեական գործը, որպեսզի կորուստը չերևար, որ ես այդպես եմ ընդունել, հա, դա նախկինների օրոքել ամեն ինչ լավ չէր։ Շատ վատ էր։ Փակագծեր չբացեմ եւ երբ որ հարց եղավ, թե ինչու չի հարուցել, որովհետեւ այնտեղ մոտ 20 հազվագյուտ գրքեր 18-17 դարի կորսվել էր, նախկին տնօրենը, որ այդ պահին իմ խորհրդականն էր, 2 ամիս աշխատեց, նախ դեմ եղավ, որ քրեական գործ հարուցվել, ասաց ինչու ես հարուցում, ես իրեն հիշեցի, որ ինքը ընդամենը խորհրդական է, այլ ոչ թե տնօրեն, իներցիայով ինքը դեռ պատկերացնում էր դեռ տնօրեն է։
Եվ երբ որ հարուցվեց, իհարկե տեղ ունեցավ քննչական գործողություններ, ես այն ժամանակ տեղյակ չեմ եղել, որ նախկին աշխատակիցներ, այդ ում ասպիրանտներ նույնպես հարձակվում են, ավելի ուշ եմ իմանում։ Ես այդ պայն ծանոթ չէի ոչ Արարատ Միրզոյանին, ոչ Վլադիմիր Վարդանյանին, Լավրենտի Բարսեղյանը, նախկին տնօրենը հեռախոսազրույցի ժամանակ որ հարցեցի ինչու չեք հավաքել, որ այսքան գիրք եք օրել, ասես որ դա գողացել են ասպիրանտները։ Այդ պայն ասպիրանտները 2004-ին է դեպքը տեղի ունեցել, ես Թանգարանում չէի։ Դա եղել է Արարատ Միրզոյան եւ Վլադիմիր Վարդանյան։ Հիմա ես ինչ կարող եմ անել կարճված քրեական գործի շրջանակում, եթե այս մարտիկ զբաղեցնում են բավական լուրջ պետական պաշտոններ, իմ քաղաքացիական պարտքն եմ համարում, դա իմ անձնական հաշվեհարդարը չի։ Այն ժամանակ իմ պարտքն էր ի պաշտոն է, որպես վարչական աշխատող, չէ, Թանգարանի վերադարձնել գողոնը։ Հիմա ես ասում եմ, եթե այս մարտիկ ինչ որ ձևով կասկածվում են գողության մեջ, եւ նրանք զբաղեցնում են, որոշում են կայացնում 3 միլիոնի ճակատագրի համար, շատ պարզ է, չէ, բացատրում։ Ուրեմն ես պետք է բարձրաձայնեմ, որ կա այդպիսի խնդիր, որտեղ Թանգարանում ոչ տնօրեն Հարություն Մարությանը, ոչ ներկայիս տնօրեն Էդիթ Ագզոյանը իրենց թույլ չեն տա այդպիսի նախաձեռնությամբ հանդես գալ հանուն Թանգարանի շահերի։ Տեսեք, որևէ տեղ չի երևում իմ շահ անձնական։ Սա հաշվեհարդար չի։ Ես ուզում եմ, որ բոլոր քաղաքացիները հասկանան, բարձրաձայնելը, հղում տալը, նաև ազգային ժողով ինքս ինձ հրավիրելը ընդդիմության միջոցով, որը չի ստացվում։ Ես ասում եմ, եկեք ազգային ժողովում նստած է պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյան, որ միշտ ծեսկրտուկի ժամանակ չգիտես ինչի առաջի գծում է։ Ներքին հետաքննություն է դա ազգային ժողովի ինքնության եւ անվտանգության հարցն է։ Կանչեք Արարատ Միրզոյանին, կանչեք Ժաննա Անդրեասյանին, որովհետեւ Թանգարանը գտնում է նրա գերատեսչության ենթակայության տակ, չէ՞, ցեղասպանության, հայցեղասպանության Թանգարան ինստիտուտը ԿԳՄՍ-ի ենթակայության տակ է։ Այնտեղ պետք է լինի նաեւ Նիկոլ Փաշինյանը, իր թիմակիցներն են, իր կուսակիցներն են։ Եւ սա համար մեկ խնդիրն է ինձ համար, ով ինչ ուզում է ասի, իշխանություն կլինի, նեյտրալ քաղաքացի կլինի թե ընդդիմադիր, համար մեկ խնդիրը պետք է լինի պարզել, արդյոք այսօր պաշտոնյաներ հանդիսանում են այն մարդիկ, ովքեր նույնիսկ կասկածի դեպքում դա վտանգավոր է, բայց հնարավոր է, որ քրեական գործը բացելուց, վերաբացելուց հետո, ինչը պետք է պահանջի ընդդիմադիրը, վերաբացել եւ ծանոթանալ գործին, ինչ ցուցմունքներ են եղել։ Ես ամենավտանգավոր իմ կասկածը, որ կա, հնչեցրել եմ, նորից եմ հնչեցնում։ 2007-ի ամռանը հարուցված, իմ նախաձեռնությամբ հարուցված քրեական գործի ժամանակ տեղի ունեցել հարցաքննություններ։ Իսկ Արարատ Միրզոյանը ոչ թե շղթեց, այլ հաստատեց, որ ինքը համագործակցել է Օմեգա կեղծանունով 2007 թվականի ամռանը։ Փաստերը երկաթյա են, տրամաբանությունը։ Հետևաբար ես ունեմ իմ իրավունքը, կարող եմ ինձ իրավունք վերապահել։ Իմ մտավախությունը, ոչ թե մտահոգությունը, մտավախությունը կիսել հասարակության հետ, առ այն, որ հնարավոր է, որ սրանք իսկապես բռնվել են հանցագործության վրա, բայց չպատժվելու դիմաց հավաքագրվել են 2018-ի համար։ Պարոն Դեման, իհարկե որևէ դեպքում չեմ ուզում թերագնահատել եւ նսեմացնել այդ հնարավոր հանցանքի կշիռը, բայց այս մարդիկ արդեն ընկալվում են իբրև դավաճաններ եւ մեղադրվում պետական դավաճանության մեջ։ Այնպես որ մեղադրանքի կշիռը, չափը, ձևը այս տարիների ընթացքում մեծացել է, ակնկալել, որ այս իշխանության օրոք այդ մարդիկ պատասխան կտան, կարծեք թե նույն շրջանով պտույտ կատարել է, որը որևէ տեղ չի տանելու, որտեղ մենք երեք տեսանք կոռուպցիայի մասին խոսքի ժամանակ Հայաստանի վարչապետի ոչ մարդկային բռնկումները։ Հայտարարակ ասենք, հայտարարակ պահվածք, հայտարարակ վարք, հայտարարակ կեցվածք։ Տեսեք, եթե չեք նկատել կամ միգուցե դրա մասին չի խոսում, կա ինքնավստահություն իրենց մոտ։ Նույնիսկ եթե իրենք ունենան 1% աջակցություն հանրության շրջանում, կա ինքնավստահություն, ինչի վրա է խարսխված այդ ինքնավստահությունը։ Դա ուժայինների եւ այն անհաղթարելի ուժի կողմից լիակատար աջակցությունն է իշխանության մնալու։ Որն է անհաղթարելի ուժը։ Այդ մասին հայտարարվեց 2018 թվականին, բայց այսօր մեր ընդդիմությունը ավելի շուտ
երբեք որևէ պարագայում չի նախաձեռնել ու վստահ եմ չի նախաձեռնի խորհրդարանական լսումներ, հանրային քննարկումներ, թե ինչ տեղի ունեցավ 2018 թվականին։ 2018-ը հիշում ենք, չէ՞ բոլորս։ Դրվագներով բոլորս հիշում ենք։ Բայց այդտեսը շատ մարդիկ մոռացել են կամ ուզում են մոռացած լինել։ Այդ ծանր տեխնիկան, որը մի վայրկյանում փակեց հանրապետության հրապարակը, դժվար է հասկանալ որն է։ Դա մասնավոր սեփականություն չէ, դա ինչ որ ընկերության, չէ՞, ծանր տեխնիկան էր, որը հեշտ կարելի է լրագրողական հետազոտության հետաքննության պարագայում պարզել, թե որ ընկերությանն են կցված այդ բեռնատարները, ամբարձիչները, հա, որոնք եկան հետո սկսեցին խենթացած երիտասարդությանը կարուսել կազմակերպել հանրապետության հրապարակը։ Դժվար չի հասնել ճշմարտությանը։ Մինչև չկա համազգային ազգային զեկույց, աշխարհում ընդունված կուլտուրա է դա։ Որևէ արտակարգ բանի ժամանակ, օրինակ, դիցուք, ասենք, սեպտեմբերի 11, չէ, 2001 թվականի այդ օդանավերի հարձակումները, ահաբեկչությունը կա, ԱՄՆ ազգային զեկույցը ժամ առ ժամ արձանագրված է, թե ինչ է տեղի ունեցել։ Ես ունեմ այդ ազգային զեկույցը տպագրված, դա պետական փաստաթուղթ է, բայց տպել են գրքի տեսքով։ Մինչև հանրությունը, լրատվամիջոցները, ընդդիմությունը, մյուսները չստեղծեն անձնագիր համապարփակ, դեռ 7 տարի անցել, 10 տարի անցել, շատ բան կորելու է։ Մանավանդ հիմա տեսնում ենք, թե ինչպես են համացանցից մաքրում որոշ փաստաթղթեր, որպեսզի հետքեր չլինեն։ Այնպեսի փաստաթղթեր, որ 40-ից ավել մարդ է ստորագրել, այդ 40-ից ոչ մեկը չի ուզում ընդունի, որ ինքնատեսի փաստաթուղթ է ստորագրել։ Հասկանում եք, կեղծարարությունը, պատմակեղծարարությունը ընթացիկ գործողություն է նաև, սա որ ուղեկցում է Թավշյա այս խիղճակցությանը, որը 18 թվականին բեմադրվեց։ Արտաքին գործերի նախարարությունում Արցախին վերաբերող մի ամբողջ բաժին է անհետանում եւ մինչեւ հիմա չի վերահա։ Բնական է, որովհետեւ այդպիսի բարձր տոնայնությունով իրանք վերցրել են, ասենք, Արագածարարատ, Արմենիան, Հայաստան եւ այլն։ Այս պետք է մոռանաք, այս պետք է հիշեք իմ ուզածով, հա։ Ուզում եք վերև ելեք, չէ՞ խոսքը ասած, ուզում եք ներքև Ղարաբաղյան շարժում չպետք է, որովհետեւ ես եմ որոշել եւ այլ։ Ինձ համար ծիծաղելի է, բայց միայն ներկուս նաեւ հասկանում եմ վտանգավորությունը, թե ինչ հրեշացին երևույթ էր 2018 թվականի այսպես կոչված խայտառակ Թավշյա հեղափոխությունը, որը կազմակերպվել, ծրագրվել է նախօրոք, ոչ 1 տարում, ոչ 2, այդ ամեն ինչը ապրոբացիա է նաև ունեցել։ Ապրոբացիոն փուլերը, այսինքն փորձաքննությունը, դա էլեկտրիկ Երևաններ, դա ուղևորցի թանկացումներ, որտեղ տեսնում եք նույն դեմքերին, չէ՞, որ նայում եք մի քիչ երիտասարդ 10 տարվա կտրվածքով, այդ նույն падգամավորներն են նստած, այդ նույն հերոստա հաղորդավարները, չէ՞, այդ նույն երկիչ ու, չգիտեմ, շոու բիզնեսի ներկայացուցիչներն են։ Դուք հաղորդման սկզբում նշեցիք, որ Նիկոլ Փաշինյանը ռումբ է մեր պետականության համար, որը ցանկացած պահի կարող է պայթել։ Բայց պատկերավոր ասված, սակրավորների աշխատանք է պետք։ Մենք կարող ենք ահազանգել դրա մասին, մենք կարող ենք անընդհատ այդ ինֆորմացիան փորձել հասցնել մեր հանրությանը, բացատրել, որ ռումբը ամեն վայրկյան կարող է պայթել, բայց ինձ թվում է մենք հասել ենք մի կետի, որ ոչ թե պետք է բացատրել, ահազանգել, այլ անցնել գործողությունների եւ հստակ որակներ ունեցող մարդիկ, համապատասխան որակներ ունեցող մարդիկ, սակրավորները անցնեն այդ ռումբը չեզոքացնելու գործին։ Իսկ այդ չեզոքացման process-ի ժամանակ հայտնում են նաև կեղծ սակրավորի համազգեստով անձինք, որոնք եւ խորհրդանում են, եւ խորհրդանից դուրս են։ Իրենց հիմնական գործառույթն առաքելությունն է, դա այն է, որ ռումբը ինքնաբերաբար չպայթի կամ արտաքին ներգործություններ չպայթի, այն մնա X ժամի համար։ Ուրեմն մենք գործ ունենք ավելի վտանգավոր եւ խորքային մի երևույթի, այդքան երևացող Նիկոլ Փաշինյանն է իր ծամածռություններով կամ խեղկատակ վարկով։ Սա է ամբողջ ողբերգությունը եւ էլի գալիս ենք այն թեզին, անհաղթահարելի ուժը։ Անհաղթահարելի ուժը մեկ ուժ չի, դա ունի իր շոշափուկները տարբեր դրսևորումներով։ Բավական է որևէ իմ փորձից գիտեմ, որևէ ցնցող կամ շատ բացահայտ տեղեկություն կամ գործողություն մղելու ինչ որ սցենար մեջտեղ գա, իմ կողմից կամ մյուսների կողմից, պատադիր չի իմ կողմից, ապա տեսնում ենք չեզոքացման գործողություն։
Չեղարկացման գործողություն ոչ թե Նիկոլ Փաշինյանի եւ թիմակիցների կողմից, այլ բոլորովին այլ անձանց կողմից։ Ուրեմն մենք գործ ունենք նաեւ բավական լավ խաղարկվող սցենարը, որի գերագույն գլխավոր նպատակն է Նիկոլ Փաշինյանի վերարտադրումը կամ իշխանության, թուլացած իշխանության վերստին ամրապնդումը։ Եվ դա տեսնում եք շատ ակնհայտ է։ Այսինքն դուք եւ ձեզ նման մարդիկ, հա, ձեր խոսքից ելնելով եմ ասում, անզոր են որևէ բան չեն կարող անել։ Անզորը գիտեք որն է, ոչ թե վախն է, որ մենակ կարող ես մնալ, այդպես էլ կա։ Դու կարող ես գործողության մղել ունենալ սցենար, իդեպ առաջի անգամ չէ որ ես հրապարակել եմ սցենարներ գործողությունների։ Դուք տեսնում եք, որ որևէ ես մինչև հիմա ոչ մի ընդդիմադիրից համագործակցելու նույնիսկ, որտեղ ամենասոսկալի, այսպես ասած, ընդդիմադիրներից մեկը ես եմ, որովհետև փաստերով եմ խոսում, չէ՞։ Բերում եմ այնպիսի կոմպրոմատային տեղեկատվություն, որը ցանկացած ընդդիմադիր քաղաքական ուժ կարող էր վերցնել եւ ուղղակի բնաջնջեր, զրոյացնել գործող իշխանության քաղաքական վարկանիշը։ Որևէ կոնտակտ մինչև այս պահը չի եղել։ Ուրեմն ես երկաթյա տրամաբանությունից ելնելով ասում եմ, որ սա մեկ թիմի մեջ խաղացող ուժը մեկ տեղից կարգավորվող եւ ուղղորդվող։ Եվ հին ձայնագրությունների տեսագրությունները ում էր աջակցում, բան բնավ կարիք չկա դրանք էլ բերել հաստատելու համար։ Այսօրվա գործողությունների տրամաբանությունը ցածկադմփուցով ամեն ինչ չեզոքացնել, սուր հարցերը չանդրադառնալ կողքով անցնել եւ այլն։ Այսօր ընդդիմության ընդամենը մեկ քայլ է պետք ուղղակի չգնալ խորհրդան, որովհետեւ իրենց այնտեղ գտնվելը լեգիտիմացիա սուր հարցեր տալը առ ոչինչ է։ Նիկոլ Փաշինյանին հունից անելը առ ոչինչ է։ Պետք է դուրս գալ, լքել, հրաժարվել աշխատավարձից այդ падգամով, որտեղ ցանկացած սուր հարցով դուք էլի լեգիտիմացնում եք գործող իշխանությանը։ Իշխանական կառավարչական ճգնաժամի առաջին առաջին քայլը ճգնաժամ ստեղծելու դա ազգային ժողովը լքելն է եւ հիմա պատրաստում է հերթական կերակուրը պարածոյացված գիտեք գործընթաց անվստահություն հայտնելու impeachment-ի առնվազն 2-3 ամիս կարող են հասարակությանը պահել ենթադրաբար վերջնանպատակը ցկելն է մինչև նոյեմբերի 9 որտեղ լրանում է 5 տարին միգուցե Նիկոլ Փաշինյանը հենց կարիք ունի երկրորդ, միգուցե ավելի խայտարակ, չնայած ավելի խայտարակ ինչ պատկերացնենք, երբ որ Արցախում հայտ չկա, ամեն ինչ քանդվում ավերվում է, ապա առաքելության ավարտը միգուցե կազդարարվի նոյեմբերի 9-ի հերթական թարմացված փաստաթղթի ստորագրմամբ եւ այնտեղից էլ արդեն կասեն դե հիմա ինչ անենք դե մնա արդեն օրացուցային ընտրություններն են հասնենք մինչեւ ընտրություններ սա է օրակարգով եւ գծված սցենարով ընդդիմությունը այս խաղն է խաղում ինչ նոր բովանդակություն է պետք հայ ժողովրդին Հայաստանի Հանրապետությանը ինչ օրակարգ է պետք ինչ նոր բովանդակություն որը կարող է ունենալ մագնիսի դեր կարող է համախմբել հայությանը եւ երկրորդ շնչառություն տալ։ Եթե այս ծրագիրը կարող ենք մի 5 տարի առաջ անվանեինք որպես բուժման բանաձև, ապա հիմա ավելի վատ է։ Ավելի խիստ ձևակերպումն է, դա փրկության բանաձև պետք է լինի։ Այսինքն հարցը դեպս ոչ թե մաքրվել է բուժումը, այլ երկրորդ ցեղասպանության հնարավորության բացառումը։ Կարող է տարբեր ձևով լինի։ Բանաձևը որն է։ Բանաձևը շատ պարզ է, հնչեցրել եմ վերջին մի քանի տարվա ընթացքում, դա ամբողջ քաղաքական դաշտի, որը ուղն ու ծուծով կեղծ է։ Գիտենք մարդու, որը գումար է ստանում ընդդիմություն խաղալու համար, նորություն է սա։ Անունները կարող եմ հնչեցնել, որտեղ փորձից էլ գիտեմ, առնչվել եմ։ Գումար ստանալ ընդդիմադիր խաղալու համար, գումար ստանալ այս քաղաքական դաշտից այն քաղաքական դաշտ գնալու, իմիտացիաներ ստեղծելու։ Ամբողջ քաղաքական դաշտը, կեղծ քաղաքական դաշտը պետք է ստերիլիզացվի, այսինքն սառեցվի որոշ պահի, այն դեմքերը, որ մենք տեսնում ենք 15-ից 25 տարի էս վերջին, դրանք պետք է ընդհանրապես ստերիլիզացվեն եւ շրջանառությունից դուրս գան։ Եթե մենք շարունակելու ենք այս ինչ ասեմ, սա կրկեսել չի, կրկեսի մեջ դրական բաներ կա, մարդիկ գնում են արվեստի բաներ են անում, չէ՞, ու ծափահարում են։ Այսպիսի խեղկատակությամբ շատ կարճ ճանապարհով մենք գնալու ենք երկրորդ ծիծեռնակաբերդ ունենալու։ Մի տարբերությամբ առաջի ծիծեռնակաբերդում դες տարածք ունենք հուշարձան դնելու։ Երկրորդի դեպքում տարածք չենք ունենա։ Շնորհակալություն, ծանր ակորդով էլ ավարտենք հաղորդումը, հուսանք որ կսթափեցնի։